John Porter բիզնեսի դիմաց այսօր դիլեմա է տրված, գոյատևման դիլեմա է տրված ու իրականում է 10% հարկը, եթե վերածում ենք շրջանառության նորմալ եկամտաբերության համախառն եկամտի վրա ենք տարածում, կազմում է 50%։ Շատ պարզ կարող եք հաշվարկներ անել, 800 դրամանոց ապրանք եթե 1000 է վաճառում, դրանից 10% եթե խփի կկազմի 100 դրամ, 100 դրամը կազմում է համախառն եկամտի մեջ 50%։ Այսինքն այստեղ որևէ adekvatության մասին հարկային ռեժիմի խոսել անհնար է եւ պարզ երևում է, որ հարկային ինչ որ թելադրանք կա գնալ ավելացված արժեքի հարկման ռեժիմի, որն էլ իր հերթին փակում է պատուհան։ Փակում է պատուհան նոր գործարարների համար, որոնք ուզում են շուկա մտնել, որոնք ուզում են իրենց բիզնեսները տնել։ Իսկ պատուհանն է բացում։ Բաց պատուհաններն ավելի լայնացնում, այդպես կարելի է ասել, եւ փակում է պատուհանները նոր բիզնեսների համար։ Այդ ամենը շատ կարեւոր է վերլուծել ինչի համար, որովհետեւ մեր հարևան Վրաստանը այսօր դերեթե նույն բնակչություն ունի ինչ Հայաստանը, ամենը 600-700 հազար բնակչություն անում, բայց 6 անգամ ավել ՓՄԶ ունի։ Պատճառները միթե չի կարելի վերլուծել, հնարավոր չէ 7 տարում վերլուծել 7-րդ դասարանում մնալու փոխարեն։ Պետք է անմիջապես պետք է այդ հարցերը հասկանալ եւ հասկանալ ում վրա ինչ բեռ է տրվում, ինչի համար է տրվում եւ հատուկ հարկման ռեժիմները այո գոյության իրավունք ունեն, պարտադիր են հատկապես զարգացող երկրների համար։ Ցանկացած պատուհան, որը հնարավոր է զարգացում պերիոդին, պետք է բաց մնա։ Ցանկացած շնորհակալ